որ տուն ունենամ, շատ մեծ տուն, բասեին, տենց մեջ ռեստորանի, շատ մեծ տուն եմ ուզում բիզնեսմեն դառնալ, որ ես կարողանամ տուն առնեմ, իմ մամային ուզում եմ մեքենա դառնամ։ Ու մոտ ուղղակի չի ստացվում, վիրահատել եմ բժիշկները չեն թողում, լճից մեջ հաջորդ գնամ։ Մի անգամ գնացել եմ, բայց ինձ չեմ վերցրել, լավ չի խաղ։ Հիմա էլ եմ ուզում գնալ ֆուտբոլի, բայց չեմ կարում, օրինակ ֆիզկուլտուր ընտրություն որ կան, ֆուտբոլ եմ խաղում ընդդեմ։ Շատ ես երազում եմ, որ դառնամ ֆուտբոլի։ Իսկ եթե չեմ կամել ուրիշ ինչ-որ սպորտադեր, օրինակ լողորդ, կամ եթե չեմ կարա բասկետբոլ կամ ուտեցել։ 12 տարեկան է, հենց ի ծնի է իր հաշվանդամությունը, արդեն իսկ ծնված պահից հիվանդանությունը տեղեկացրեցին, որ խնդիրներով է ծնվել, բայց ամբողջ պատկերը, ամբողջությամբ իմացանք արդեն երևունի հիվանդանություն։ Երբ որ բժիշկները զննեցին, պարզվեց իր մոտ սինդրոմ է, ծնի սինդրոմ է, որը ուղեկցվում է աչքերի կատարակտով և լսողության խանգարումով, ձախ ականջի լսողական անցուղին փակ է ծնվել, լսողությունն էլ ծանր է։ Եվ նաև կյանքին վտանգ էր սպառնում, բայց կարողացանք իրավիճակից դուրս գանք, պահեցինք, հատեցինք կատարակտար, 2011-ին էլ ականջները այս սարքը տեղադրեցին, գլխին լսողական սարքը, որպեսզի լսի։ 11 թվականին վիրահատեցին, 13 թվականին էլ ականջները լսողական սարք են տեղադրել, իսկ կոսմետիկ վիրահատությունը դեռ առջևում է, որ պետք է լինի, դա արդեն 16 տարեկանից հետո։ Տեսնենք ոնց կստացվի ըստ բժիշկների։ Հիմա ինքը հետվիրահատական խնամքի կարիք ունի, արդեն որպեսզի վերականգնվի թափողանակությունը օրգանիզմի մեջ, սնվի, դիմադրողականություն ունենա, որովհետև իր մոտ ուշաթափություններ է սկսվել։ Շատ է, խնդիրները շատ են, իրան շատ սնունդ է հարկավոր, արդեն հաշվի համար ենք բացել իր անունով, որպեսզի գումարները որ փոխանցվեն, իր կարիքները հոգանք։ Օրվանից 94 թվականի հոկտեմբերի 6-ից մինչ այսօր ապրում ենք Վարձով։ Չունենք բնակարան, չենք էլ ունեցել, ամուսինս ծնողազուրկ կա մտածել երկկողմանի, միայնակ անտուն, երբ որ ես ծանոթացել եմ, արդեն տուն չուներ։ Եվ այդպես արդեն 20 տարի Վարձով ենք ապրում, ոչ էլ հույս կա, որ կարող է բնակարան ունենալ։